մենք հետաքրքիր տեղ, շատ հետաքրքիր տեղ։ Ժամը առավոտյան 6-ն է, մենք հելել ենք այս այտուցված երեսներով, բայց դες շուրջներս նայում ենք, կյանքը արդեն երրում է չինական մեր քաղաքում։ Այս մարդիկ քանիսին են առավոտը արթնանում, ես զարմանում եմ։ Ամբողջ Չինաստանը մի քանի ժամային գոտի է, լայնությամբ բավականին լայն է։ Ոսկի մեր քաղաքից մինչև Ուրումչի մենք արևելքում ենք մինչև արևմուտքի կողմերում գտնվող Ուրումչի քաղաքը, ասենք թե այսքանի օրը նայում եք։ Թռնելու համար 5 ժամ է, 5 ժամից ավել է թռչում ինքնաթիռը։ Վերջը մի քանի ժամային գոտի է ու բոլոր Չինաստանի ժամային գոտիներում ժամը նույնն է։ Նենց հաստատվում, որ տեղեր կան առավոտյան, օրինակ մեր մոտ առավոտյան ժամը 4:30-4-ին լույսը բացվում է ու երեկոյան ժամը 6-ին ամռանը մութն ընկնում է։ Մեզ թվում էր անմաստ, բայց այս մարդիկ փաստորեն լույսը բացվելու պես ելնում են, էլի անցնում են գործի։ Ուր են գնում, գիտեք։ Տեղյակ եք ուր են գնում։ Մասը։ Այդ մենք հետաքրքիր տեղ, շատ հետաքրքիր տեղ։ Ուղղակի շատ հեռու է, պետք է տաքսի նստենք, մոտ մի կես ժամ ճանապարհ ենք գնալու։ Ժամը 7-ի մոտ է կհասնենք տեղ։ Սա սկիզբն է դեռ։ Բոլորը խախտում են, մենք է խախտում ենք։ Մեր քաղաքի ամենամեծ խոշոր առավոտյան շուկան։ Մի քիչ ուշացանք իհարկե։ Ես չէի պատկերացնում, որ sense երկար կտևի մեր գալը, համարյա մի ժամ տևեց։ Ժամը արդեն 8-ն է, մի ժամ է գալուս ենք։ Ընդամենը 10 կիլոմետր էր, բայց մի ժամ տևեց մինչև եկանք։ Ամբողջ քաղաքը խցանված էր։ Իմ գործը ուշ է սկսվում, էլի կեսօրից հետո եմ, ես ժամը 3-ին եմ աշխատում։ Ինչ ասես կա, հագուստ, բանջարեղեն։ Վերջ ինչ էի ասում, հա ես ուշ եմ դուրս գալի տնից, ինձ թվում է տենց խախանդ հանգիստ է միշտ, բայց առավոտները փաստորեն գժանոց է։ Էն կողմն էլ կա, հենա։ Թեթևացել է մեր ժամին արդեն, որտև են կողմնել, այս կողմնել պետք է ամբողջությամբ լսված լիներ։ Այս տեսանյութը ժող, հիմնականը գների մասին չի, այս տեսանյութը ուրիշ թեմա ունի։ Ձեզ ուզում եմ ցույց տամ այս առավոտյան շուկաները, այստեղ Չինաստանում բացի են հիմնական սուպերմարկետներից շուկաներից, որոնք մենք գիտենք ժամային, էլի, գրաֆիկով աշխատող։ Կան նաև երեկոյան շուկաներ, որոնք շատ եմ ցույց տվել, իմ ալիքում շատ կա։ Նաև կան առավոտյան շուկաներ։ Ինչ է, ջենշեն, հա։ Էս ինչ է։ Ուտելիքները երևի են կողմը կլինեն, էլի։ Ելակ, ինչ ասես կա։ Տուփիկներ կան, նայ, հապալասը։ Բայց դե քան կա։ 23-25 յուան կիլո, կես կիլո։ Մենք շուկայից գնում ենք, երեք շուկավորն է սուպերմարկետ եմ մեր։ Այս արդեն հիմա երևի սեզոնն է, այս երկու շաբաթա գնում ենք 15 յուանով։ Այսինքն մի կիլոյի համար 1500 դրամ փոխանց, 1600 դրամ։ Սացիլներ են։ Ինչ է։ Յուսիմ։ Թութուն է, հա, երևի։ Այ քեզի բա։ Թութուն, ես ժամանակին թութունի բնակավարում աշխատել եմ երկար ժամանակ։ Բարայն այ ասեցի լավ թութուն է։ Գները եթե երևում է, եթե ձեզ հետաքրքիր է կարաք ինքներդ հաշվեք, 1 յուանյա անում է 54-55 դրամ, դոլարով էլ մոտավորապես 0.14 դոլար, 14 ցենտ մի յուանի համար էլ է։ Մի դոլարը
7 յուանից մի քիչ պակաս։ Հա, 10 յուանն է, հա։ Բայց էսի փայտ չի երևի։ Փայտ է, փայտ է, հա, բայց հələ նայ։ Շուրները հելա։ Ես կոնը ոչ է, բայց փայտը լավ չէ, փայտի վրա բան է։ Ջիգի դու շաուտ։ Շփոյ, 10 յուանն է։ Հա, հենա, վրան նկարած է։ Փայտ է։ Էսի վեկալ է։ Ay kesin. Վրան կաշաճի դեմ։ Ույնը, այդ ներկացա։ Սոյրը ներկաց չլնի, ուզում ես այն մեկը վեկալ եմ, մենի լավն էր։ Ուտելիքները։ Ժող մեքենայի մեջ փեճերն են, ո՞նց է կոչվում դրանք։ Էսա գազի բալոնները, սրա վտանգը ինչքանով է։ Անվնաս տենաս, որ տենց դնում են փողոցի վրա։ Հազարամյա ձվերը նայ։ Ժող ես հազարամյա ձվերին ծանոթ եք։ Մենք չգիտենք, որ դրանք պետք են պատրաստել։ Մենք տենց գնեցինք ուզեցանք փորձել, բայց չկարողացանք ահավոր փիս հոտ է գալի։ Բայց հետո իմացա, որ պետք է պատրաստենք։ Մենք միջև այդ կերել ենք, նորմալ է, ուտվում է։ Բայց չգիտեինք, որ պատրաստում են հետո են ուտում, մենք գիտեինք արդեն ինքը պատրաստ է։那是老标的了，看它那不叫凯。走啊！ Սիրունություն է։ Էսա երևի, գիտես, թամ։ Նիհաո։这是什么？馅饼。香槟？对。牛香槟？好。馅饼，把馅包里烙熟了。什么肉？没有肉？有牛肉。牛肉。啊。牛庄香槟？对。啊，牛庄香槟。这个多少钱一个？我看不懂。3块5 Լեգենդար ուտեստ է, ես սրան պատմությունը պետք է պատմեմ։ Յանգը։ Դու շան ֆրջը։ Յո։ Ասма կա։ 什么地方人？小老师。中国人。中国人。微信收看西安。牛庄馅饼，皮薄馅大，香槟。再见。香槟，谢谢。Լեգենդար ուտելիք է։ Լավ հետո կպատմեմ։ Պալաս։ Անունը սովորել եմ, հա պալաս։ Եթե իմ մշտական դիտորդներից եք, կիմանաք Չինաստանի ամենաթանկ մրգերից մեկը որն է։ Ցույց տամ։ 很好，这个25吗？一斤，甜的吗？吃一个。那个一斤可以吗？不用，不用，不用，不用，不用，谢谢。不。来一斤卖。一斤对。微信收看30元。谢谢你，谢谢。拜拜。这个银汤吗？对，答应了。烤饭，新煮热乎龙家常10元。 Բավականին մաչելի էր ասեմ ձեզ 25 յուան Սա մեր առաջվա քաղաքում որ ապրում էինք Սուժոյում ինչպես ինչքան էր Ամենայժանը մի 100 քանի յուան էր 5 կիլոն Այստեղ 25-ով առա Այսքանին 30 յուան տվեցի Էլի թանկ է ժող էսի համեմատած Հայաստանի գների հետ Սուժոյում 100 յուան էր 130-140 Այստեղ 25 Հիմա սեզոնն է, չգիտեմ դուք երբ եք նայեմ, այսօր ապրիլի 21-ն է։ Մեր մոտ մի քիչ ավելի մաչելի է, քանի որ մեր կողքի քաղաքում, մեր նույն նահանգում Չինաստանի ամենամեծ գիլասի ծառերն են, ամենամեծ գիլաս արտահանող քաղաքն է։ Երևի դրա հետ է կապված մեր մոտ մի քիչ էժան է։ Չնայած թե լոգիստիկան լավ է աշխատում։ Սպիտակ ելակը։ Լավ է։ Ո՞ւմ բուժը լավ է։ Ես նրանք կարում են, ուզում եք, դե տոշավուտ է։ Պակվայ, չեգե դանդոն մա։ Ադե պաղվայ էիդի։ Բուշը դանդոն։ Անդո։ Դանդոն։ Կաղարյա։
Հոկելան։ Ջոջո թամե։ Շեյ։ Մեջը միած սպիտակ կակ, հորտենք։ Չեգը տոշա չէ։ Են են 15 ուզում ես մի քանի հատ նրանից է դեկալա։ Չեգը տոշա։ 19 Չեգը ծույն հալդը։ Լարի խաղուղը նկարի, ես սորտից Հայաստանում չեմ հանդիպել։ Հələ մոտիկից նկարի կյան, մենք ինչ ձերը ուրիշ հա, տանձի նման հա, կատիլի նման։ Շեկվայք նագը շճո, աշճո, Միխը պյազս մոտերիտ էդքան, մեջը բան ես անելու, հյութ ես արկելու, հե? Սպիտակը որն է? Հա, մուրա չեմ վեկալ է։ Չես վերցրել սպիտակը։ Ոտը ծամ է։ Ոտը լյոսու է ճոնգուրը։ Շեշե, ասում եմ ես 6 տարեկան չինացի եմ։ Հայաստանցի եմ, բայց 6 տարիա չինացի եմ։ Էսի մի քիչ էր, էսի փորձելու համար երբեք չենք փորձել։ Սպիտակ ելակ է, էս սրան տվեցի 10 յուան, 500 դրամ։ Մեկու ինչքան անում դոլարով։ $1.5 Այն կարմիրին էլ 19 յուան տվեցի, մոտ 1000 դրամ։ Էդ էլ թող լինի 3, հե? Աստե հնարավոր է, դուշ լինես, արեսկոմ։ Որ աղմուկի հետ կապված ես ձեզ ուզում էի պատմեի այստեղի չինացիների վերաբերմունքը ու Չինաստանի մշակույթի մեջ աղմուկի դերը։ Մենք Հայաստանում պատկերացրեք, այս աղմուկը մեզ հավանաբար ավելի տհաճ կլիներ, թե մեր համար ոչ թե ավելի, այլ մեր համար հաստատ տհաճ կլիներ։ Ինչ էր ասում, բուժը որոսը, բուժը։ Եթե մարդիկ մեր ականջի տակ մեր մոտ ինչ-որ բարձրաձայն խոսան, մեզ բարձրաձայն կանչեն, թեկուզ փողոցում, թեկուզ ռեստորանում աղմուկ լինի, մենք դա անցալում ենք բացասական, թե Հայաստանը ոնց է, մենք դա համարում ենք մեր անձնական տարածքի ներխուժում կամ չգիտեմ, մեզ խանգարում է դա։ Այստեղ Չինաստանում լրիվ հակառակ վերաբերմունք է, այստեղ հակառակ այն լռությունը, որ մենք գնահատում ենք, սիրում ենք ու հարգում ենք, այստեղ համարվում է որպես բացասական վերաբերմունք, էլի դա կյանքի թերի ապրելն է, ոնց բացատրեմ, այստեղ եթե դու լռության մեջ ես ապրում, դու կյանքը լիովին չես ապրում։ Այստեղ եթե մարդիկ աղմկում են, եթե ինչ-որ գորգորում են ձեր ներկայությամբ, ձեր մոտ աղմուկ են հանում, դա ցուցատալի, որ իրենք ձեր հանդեպ լավ են վերաբերվում, իրենք ձեզ մոտիկ են համարում ու ձեզ հրավիրում են իրենց ոնց որ անձնական տարածք, էլի։ Ձեր անձնական տարածք ներխուժելով իհարկե, բայց այստեղ դա չի համարվում վատ բան։ Այստեղ եթե ռեստորան մտնես, ռեստորանում աղմուկ չլինի, լռություն լինի, ոչ ոք չի մտնի։ Դա համարվում է սառը, վատ, բացասական տարածք։ Սինջան, դուի, Սինջան, ճոնգուր է։ Սինջան է։ Դուս։ Բայգուր է։ Լավը գոնե Սինջան են ասում, ռուս չեն ասում։ Մի քիչ Սինջանցիների նման է ժողովուրդ։ Ստեղ կամ Սինջանի, եթե ինձ մենակ են տենում, գիտեն թե հիմնականում Սինջանն է։ Եթե երեխեքի համարեն, իրանք մի քիչ ավելի բաց են։ Արդեն իրանց մտածում են ռուս ենք, իրանց հետ, էլի։ Էնպես որ, ժողովուրդ ջան, իհարկե ես միջև հիմա չեմ ընդունում, չեմ կարա ընդունեմ, էլի, դե ես մեծացել եմ լրիվ ուրիշ մշակույթի մեջ, իմ համար էլի խորթ է այդ ամեն ինչը։ Բայց քիչ-քիչ արդեն հասկանում եմ ու այդքան չեմ ջղայնանում, այդքան չեմ նյարդայնանում, ինչքան են առաջի ժամանակները, որ եկել էի Չինաստան, այդ աղմուկը ինձ լրիվ վիրավորական էր, էլի, մեկ-մեկ անգամ ջղայնանում եմ, մեկ-մեկ եղել է դա անգամ ասել եմ, զգուշացրել եմ։ Հիմա էլ մեկ-մեկ խոսքի աշխատավայրում գործ ես անում, փոխդ նստած ունենց են աղմկում, որ ստիպած պետք է ասես կներեք, բայց դե ամենագեղեցիկ
ընկերական ձևով էլի, ասում եմ, որ խանգարում եք գործ եմ անում, խնդրում եմ մի արեք, բայց իրանք եթե նստում են մի տարածքում մի քանի հոգի իրար հետ նստած են ու ձեն չկա, աղմուկ չկա, դա վատ է, դա կարա վատապահորություն կողմի։ Դրա համար անգամ հեռախոս կարող եմ միացնեմ բարձր ինչ-որ տեսանյութ են նայեն, շորսեր, տեղական TikTok-ը բացեն նայեն։ Անգամ ուտելիքը հաց ուտելուց, այդ ճպճպացնել է, այդ ամեն ինչը նորից մտնում է այդ աղմուկի սահմանների մեջ։ Սա գիտեք ինչ աղմուկ է։ Սա կյանքը լիովին ապրելու աղմուկն է Չինաստանում։ Այդպիսի վերաբերմունք է։ Լրիվ տարբեր մշակույթներ, լրիվ տարբեր մոտեցում նույն երևույթին, լրիվ հակառակ ու տարբերվող մոտեցումներ, ընկալում։ Այն էլ դպրոց է, նա էլ ինչ գեղեցիկ է։ Խնամված, գեղեցիկ, մեծ, հսկայական։ Օ, նանգոլի մա։ Ոչ նանգոլի։ Այս ուրիշ բան է տանձեր, հասկա։ Ափսոս, շատ ափսոս, որ նանգոլիի սեզոնը չի, նանգոլին մեր տեղական գանձն է։ Ինչի է գանձ ժողովուրդ, որտեղ մենակ էս տարածքում աճում։ Աշխարհում ոչ միտեղ չկա նանգոլի։ Ինքը տեսքով կարող է շատ նմանացնել ուրիշ մրգերի, բայց համային ինքը միակն է այստեղ ու ունիկալ մի բան կա, ինքը մի ծառ կա, որը 150 տարեկան ծառ է, մեր այս մոտակայքում մի հատ անունը մոռացել եմ, գյուղ կա, այդ գյուղում է գտնվում այդ 150 տարեկան ծառը ու պատկերացրեք այդ ծառը բոլոր մրգերի ոնց որ նախամայրը լինի, այդ ծառից տարածել են ամբողջ այս տարածքով ու չգիտես ինչու մենակ այս տարածքում է աճում։ Այս տարածքում ինչքան ծառ կա, այդ ծառից է դուրս եկել։ Նանգոլի։ Ամբողջ Չինաստանով մեկ հայտնի է, աշխարհում դե չգիտեմ որպես բան կա, բայց Չինաստանում բոլորը ասում են բանի Անշանի նանգոլին։ Ինչ? Ատամներ կծուներ տեղը հեն։ Հələ։ Հետո բժիշկ կհալը։ Շարժական ատամնաբուժարան է, տենում ես ինչքան բան կա։ Ինչի համար են այս շուկաները։ Ձեզ կթվա աշխատասեր չինացիները առավոտը շուտ են հելնում, գալիս օգտվում են, բայց նաև ծուլությունից են գալի, որ տանը նախաճաշ չպատրաստեն։ Այս ուտելիքները ժողովուրդ այստեղ շատ են հարգում, սիրում։ Այս ուտելիքների համար մարդիկ գալիս են այստեղ նախաճաշ են գնում ու թե աշխատանքի գնալուց, թե տանը մնացող։ Հիմնական որ տեսնում եք ոնց որ տարեց մարդիկ են, քանի որ արդեն աշխատանքի են երիտասարդները։ Իսկ տարեցները դե թոշակի անցած մարդիկ են, ազատ են։ Այս աշխատանքային օրերին մինչև ժամը 9-ը աշխատում շուկան, իսկ շաբաթ-կիրակի օրերին կարա մինչև 10-ը բաց մնա։ Հա, էս է, հա։ Էս էլ, բայց ես էսի չեմ սիրում, ախր շատ յուղոտ է ձեթի մեջ։ Անունն էլ չեմ հիշում։ Հաց է, ուղղակի մեջը բան չկա դες, չէ՞։ Ուղղակի խմոր է, բանի մեջ, այսպես ձեթի մեջ պատրաստում են։ 微信收款7元。这个名字是什么？油条。油条。油条，明白吗？要一根。一根，这是油条。油条多少钱一个7块钱一斤。7块。对。一斤。哦，կիլո油吧。Դե նա可以吗？Հեսա մի հատ վերցնենք տենանք ինչ գին կպտել։这个就是什么？这是油炸糕。油炸糕。炸包。有没有？那里面是小豆馅儿。肉没有？没有。没有。哦，没有肉。那个一个。就来这一个。这1块5。1块5。啊，1块5。70 դրամ。谢谢。不用客气了。Սիզոր մի հատ վեկալա է։ Հալավ է ձեթի մեջ է չես ուզում անես։ Պիրաշկի։ Կարկանդակ։ Պիրաշկ։ Հələ դուր, ռով, հələ դուր ցույց տամ ազես էս։ Ծալիկ արդեն։ Սրան տվեցի 1.5 յուան, այսինքն 20 ցենտ, այսինքն 70 դրամ, 75 լա։ Լավ 80։ Այստեղ սոուսներ են, այստեղ էլ ու նայ հին բաներ են։ Շքանշաններ, դրամներ, ուտուն։
Այս կոմպյուտերը ուզում ես ռոք քեզ առնեմ ազգ։ Հա? Բաժացնես IBM։ Բուշը որոսը, բուշը։ Սա ու մոտով անցնում ենք ազգությունն են ենթադրում։ Բոլորին թվում է մենք օլոսերեն ենք, ռուս ենք։ Ձմերուկները նայեք ինչ լավն են։ 2块钱出来，都要1块5就那个。 This is how. 打电话。这是什么？谢谢。Ամենահամով լոլիկները։ Կանաչատ են տեսքից դες թվում է թե դեռ նորմալ չի հասել, բայց շատ համով են։ Ամենահամով լոլիկներն են ու ամենաթանկն են։ Գիտեք, ասանք մսեղ են, բայց մսեղենը ես այստեղ չէի վստահի, երբեք չէի գտնի։ Չնայած ստուգում են։ Տալիս թույլտվություն են տալիս, ստուգում նոր են վերում, բայց ամեն դեպքում ձկներն էլ լեստից ով է երբ եմ առել որ։ Ես ընդհանրապես աշխատում եմ սակած դուր չգնեմ։ Միայն այն թունաներն են, թունաները դե չես կարա կենտանի գնես։ Գոլդենները լնա ինչ լավն են։ Տեսքից լավն են։ Նիրմա։这个多少钱？这上写了1块钱1个，5块钱给7个，这不5元7个。啊，应该有它好。有条？有它好。食品那儿。这来5块钱的吧，行吗？给我糊一串账。5块钱。嗯。有它好的很有安的。你的微信哪里嘛？啊，շատ տվեց։ Այդ էլ նվեր արեց երևի։ Օ, լսես լավ տեսք ունի, չէ՞, բայց էս։ Օ, էս լավ է լավ։ Էսի լումի ռոս։ Հա, լուսնի պաստապլիտներն են։ Օրիոնա։ Բայց էլի փողոցից գնելու բան չի էլի էսի։ Մենք ենք էլի եվրոպացիներ ենք։ Մենք Չնայած մենք արդեն էս մի քանի տարվա մեզ դարել ենք մի քիչ չինացի, մեր սամոքսներն էլ են սովոր է երևի։ Այս ամփարատուրը, այս ոչ վերջն է երևում, ոչ է։大爷来一碗小锅给加了，今天130。Չեսին անգոլիչի հաստատ։ Ես անջատել էի, քանի որ շատ երկար էր։ Անիմաստ չնկարեցի, նույն ապրանքներն էր կրկվում։ Իր ամբողջի յուրահատկությունը ասեմ, այստեղ շատ ավելի մաչելի է մեր շուկաների հետ համեմատած, բայց դե ափսոս հեռու է։ Չնայած մեզ ավելի մոտիկ կա, մեր մոտ է կա առավոտյան շուկա։ Այն գիտես որ դե այգու մոտեղ մաչելի է հիմնական շուկաներից։ Չնայած ընդ գները որ հիշում ես էլ ուր մաչելի է ավելի։ Էնի շենք կա նայեք։ Վերցնենք մի բիզնես տնենք, քաբաբ մաբաբ սարքենք, քաբաբ Ծիճուները Ծիճու չի էլի, մենք ենք ասում ծիճու, բայց կոկոնը ոնց է, հա, հեսա, հա Լավը չէր, տեսար եք սանդան Հա Հիմա Այս ռանես էի տեսել Հրա մասին էլ իդեպ շատ տեսանյութեր ունեմ Անգամ փորձել ենք Բայց չոր վիճակում էլի որպես խորտ Ոչ թե տենց հիմնական ճաշատեսակ պատրաստված Որպես խորտիկ փորձել ենք Կարամ տեսանյութը ստեղ միտեղ ավելացեմ Այ հենց հիմա ավելացամ Կարակ հետո հետկա կես պահը անցնեք ու նայեք Ուշը սինջա Օջո 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 Օ Դթումա Դթումը մի անգամ ռեստորանում սալատ կերանք դուրներս եկավ Մենք ընդհանրապես դթում չենք գնում, չենք սիրում Բայց կոնկրետ այդ դթումը համով էր սալատի մեջ Երեկես թե առաջորդներ գնեցինք Հա, դա չենք պատաստ է Սրանք Չինական են Ժողովուրդ ստեի չինական արքայախնդորները թթվաշ են Վերջացրեցինք
Ու թթվաշությունը գիտես ոնց են ստե անցկացնում։ Այս անանասները, ակայ խնձորները։ Մաքրելուց հետո թաթախում են աղա ջրի մեջ։ Ես առաջի անգամ լսեցի աբսուրդ էր տվում, բայց թաթախում ուտում ես մեջի հետ իր կիսլատամոսկ էլ ինքը սպանում է էլի աղա ջուրը։ Նորմալ է, ուտում ես չի ցավացնում բերնիք մեջ։ Նենց որ դու էլ պետք է անես, բերում ուտում ենք հետո ատամները ցավում են։ Համարը դեգուստացիա է անում։ Դրել է ես։ Մեր կարկանդակն ալեր է։ Բայց ես քեզ ասեցի։ Իրոք համով էր։ Բայց մեր խմորից չի։ Ես ես մսով կարկանդակը փորձեմ։ Մսով կարկանդակները, լեգենդար կարկանդակներ են, հազարամյա պատմություն ունեն ստե Չինաստանում։ Ու ինչի են լեգենդար, ասեմ ձեզ, որտեվ ժամանակին այս կարկանդակները կայսրերին են մատուցել։ Բայց շատ յուղոտ է։ Կայսրերին են մատուցել, հետո կոմունիստական դարաշրջանը Չինաստանի ղեկավարությունն է էլի կերել։ Հիմա էլ իմ նախաճաշն է։ Բանի են սուպերմարկետի որ կերանք դրանից լավն է 100% հələ գծի։ Դրանից է, Հա, բայց ավելի լավն է։ Կայսերական ուտելիք է, բաղոն։ Ուտեսները փորձելուց հետո գտանք որ շատ համեղ էր, որոշեցինք հետ գնալ, հասել ենք մինչև վերջը։ Հիմա հետ ենք գնում, մի քիչ էլ վերցնենք։ Շատ համեղ էր։ Լավ, օքեյ, ոմն լայ, ռահու լայ ծլի։ Լավ էթան գոնե են կարկանդակներից տենանք, հա, են էլ էր համով։ Հա, դե ժամը հեսա ասեմ, քանցն է։ Որտեն 9-անց է։ Ծովախեց գետիններ են, կրիվետկաներ են մանր, հլը մոտիկացրա։ Լավ ժողովուրդ, շտապենք, արդեն կես ժամը պետքա որ փակված լիներ։ Շտապենք են գոնե են մսով կարկանդակներից հասցնենք, վերցնենք, շատ համեղ են։ Սպասենք, պետք է սպասենք, թո շատ փնջը։ Լավ է չէ, 10 րոպե, 8 րոպե, 10 րոպե պետք է սպասենք։ Չէ, լավ, օքեյ։ Շեշե, հն խավշը։ Այդքան հավես չկա կանգնեմ սպասեմ։ Լավ, ժողովուրդ ջան։ Էնպես որ մյուս անգամ եթե ձեր մոտ աղմկ են Woman yo, woman 啊，不用不用不用，谢谢谢谢谢谢，我们不用不用，谢谢谢谢，不用Զորով կերակրում են Իրոք բազմազանությունը հələ նայեք անգամ ինչեր կան այս շուկայում Դռներ են վաճառում Կարաս գաս ստե նախաճաշը տանես դուրը առնես ելնես գնաս դու Այնպես որ ժողովուրդ ջան մյուս անգամ եթե ձեր մոտ աղմկ են մի նյարդայնացեք մի իզուր մի ձեր առողջությունը վնասեք այլ մոտեցեք ոնց որ չինացիներն են մոտենում Մտածեք որ դա լավ դրական վերաբերմունք է ձեր նյարդերն եք խնայեք ձեր առողջությունն էլ ավելի լավ կլինի Դոր ջան մնացեք մեր ալիքում հետաքրքիր է կարաք այս տեսանյութերը նայեք կարաք հետ գնաք այն մի տեսանյութը որ ընթացքում ասել էի դա նայեք լավ եղեք ձեզ մաղթում եմ լավն ենց աղմկոտ լիովին կյանքով լի օր լավ եղեք